Արև Արմեն ջան, ինչքան անցավ մեր վիրահատություններից հետո։ Դե արդեն բավականին ժամանակ անցավ Արմեն ջան։ Հիմա մենք մտածում ենք, որ քո ապարատի փորձարկումներ սկսենք եւ որոշենք մոտակա ժամանակում, որ դու ապարատից արդեն ազատվես։ Համաձայն ես։ Օրթոպեդիան եւ վնասվածքաբանությունը բժշկագիտության այն բնագավառներից է, որը զբաղվում է հենաշարժողական համակարգի, հիվանդությունների, վնասվածքների եւ հետ վնասվածքային շրջանների բարդությունների բուժման գործընթացով։ Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բնագավառում բոլոր ժամանակներում արդիական է վերջույթների, ծանր վնասվածքների եւ նրանց հետ կապված հետ վնասվածքային բարդությունների վերականգնողական բուժում։ Լայնորեն կիրառում ենք պրոֆեսոր Իլիզարովի կողմից մշակված մեթոդները եւ ակտիվ կիրառվում է նրա կողմից ստեղծված Իլիզարովի ապարատը, Իլիզարովի սարքը։ Վնասվածքների եւ ընթացքում առաջանում են բազմաբեկոր, պոլիսեգմենտար, ներհոդային այդ թվում բաց եւ փակ կոտրվածքներ, կատարվում է ստաբիլ, ֆունկցիոնալ օստեոսինթեզ Իլիզարովի ապարատով, որը հիվանդին հետագայում թույլ է տալիս կարճ ժամանակներում վերականգնել վերջույթի, հատկապես ստորին վերջույթների հենաշարժողական ֆունկցիան։ Ծանր վնասվածքների ժամանակ առաջանում են ոսկրային հյուսվածքի դեֆեկտներ, ոսկորի բացակայություն տարբեր չափսերի, տարբեր հատվածներում, ոսկրահատում է կատարվում ոսկորի վերքից հեռավոր շրջաններում, ոսկրահատումից հետո կոմպրեսիոն եւ դիստրակցիոն ուժերի կիրառման օգնությամբ տեղաշարժվում է ոսկրաբեկորը դեպի բացակայող հատվածը եւ բուժման արդյունքում ստանում ենք լիարժեք եւ կենսունակ ոսկրային ռեգեներատ։ Եթե մենք վիրաբույժները վստահ են, որ մենք բավականին հաղթահարել ենք ինֆեկցիոն բորբոքային բարդությունները, մենք կարող ենք որոշակի էտապ անցնելուց հետո հեռացնել Իլիզարովի ապարատը եւ ոսկրային հյուսվածքի ֆիքսացիան շարունակել ինտրամեդուլար ֆիքսացիայի ճանապարհով։ Երբ ֆոսֆորը ֆիքսում է արդեն ներսից ձողերի օգնությամբ եւ որոշակի օրեր մենք լավացնում ենք հիվանդի կոմֆորտ վիճակը։ Տվյալ վնասվածքների կատեգորիան իհարկե շատ բարդ է, պահանջում է երկարատև, բազմաէտապային բուժում։ Լինում են որոշակի դեպքեր, այդ թվում երբ վերջույթների վնասվածքները հետ միասին լինում են նյարդաբանական եւ նյարդամկանային խնդիրներ, բժշկի առաջ բարդ հարց է առաջանում։ Գնալ վերջույթի պահպանման երկարատև բազմաէտապային բուժման ճանապարհով, թե որոշ դեպքերում երբ բժիշկը կարող է կանխատեսել վիրահատություններից հետո ոչ լիարժեք ապակինում գնալ անդամահատման ճանապարհով։ Քանի որ բժշկությունը եւ մեր հասարակությունը օժտված են մարդասիրական գաղափարներով, շատ հաճախ ընդունում է առաջին տարբերակը եւ գնում ենք մինչեւ վերջ պայքարելու, որպեսզի պացիենտի մարմնի մասը պահպանվի եւ ծառայի իրեն մինչեւ կյանքի վերջ։ Երբ երկարատև բազմաէտապ բուժումներից հետո պացիենտի մարմնի մի մասը իրենն է, նա մոռանում է բոլոր չարչարանքները եւ բարդությունները եւ հիշում է միայն լավը։ Նա քայլում է, աշխատում է եւ երջանիկ վայելում է իր մնացած կյանքը։